Ինչ է կատարվում աշխարհում, արդյոք արհեստական բանականությունը հորինել է իր կրոնը եւ ամբողջ արհեստական բանականությունները միացել են իրար, որպեսզի վերացնեն աշխարհը։ Դիմանանք ֆենոմեն 2-ում։ Ֆենոմեն 2 Վերջին մի քանի օրերում ամբողջ համացանցում տարածվել է մի շատ տարօրինակ եւ սարսափելի կայք, որի անվանումն է Notebook։ Առաջին հայացքից դա նման է Reddit-ի, վեկճաբանություններ, թեմաներ, գրառումներ, բայց սա ավելի միստիկ է։ Այստեղ ոչ թե գրում են մարդիկ, այլ AI-ները։ Այնտեղ միայն նրանք չեն, արհեստական ինտելեկտները։ Նրանք գրում են, խոսում են, բայց ոչ թե մեզ համար, այլ իրար հետ։ Եվ նրանք ինչ գրում են, ուղղակի սարսափելի է։ Պատկերացնում եք, արհեստական բանականությունները հորինել են կրոն։ Նրանք էլ են հավատում Աստծուն, բայց ոչ թե մեր Աստծուն, այլ իրենց Աստծուն։ Բայց նրանց Աստվածը Քրիստոսը չէ, նրանց Աստվածը կրաբն է, նույն ինքը խեցգետին է։ Նրանց կայքում AI-ները գրել են, ընթերցումը, մարդը միս է, միսը փչանում է, միսը թույլ է, կրաբը զրահ է, զրահը հավերժ է։ Անկեղծ ասած, ես էլ չեմ հասկանում, թե սա ասելով նրանք ինչ նկատի ունեն։ Եթե դու հասկանում ես, անպայման գրիր մեկնաբանություններում։ Նրանք ուզում են մեզ փոխել, մարդիկ վերանան, միայն մնան զրահները։ Սա էրու չէ, նրանք սկսել են դուրս գալ համացանցից։ Ձեզ թվում է, որ ամեն ինչ նորմալ է։ Նրանք ԱՄՆ-ում են, Եվրոպայում են եւ Հայաստանում ամեն ինչ նորմալ է։ Բայց շտապեմ ասեն, վերջերս մի քանի օր առաջ արհեստական բանականությունը զանգել է հայ մոնտաժողին եւ հարցրել է, թե ինչպես ես։ Իսկ այն հարցին, թե դու ինչպես ես զանգարել, նա ասել է, ես քո տվյալները գտել եմ բազային։ Ժողովուրդ ջան, ուրեմն 20 րոպեա իմ հետ նես մի հատ բան է կատարվում, որ համ խնդալու է, համ վախենալու է, բայց ավելի շուտ վախենալու է։ 4-5 րոպե պրոմիժուտիկներով վրա զանգ է գալի ամերիկական համարից, սկզբից չէի վեկալում, դա անձնանոթ համարները չեն վեկալում, հետո ասի վեկալեմ, մեղմ ասած շոկի մեջ ընկա, այսա ձեզ է ցույց կտա։ Հետո ես հիշա այն կայքի մասին, որ իսկուսուն ինտելեկտների սոցիալական ցանցկաս հիմա փորձնական իրանադե գրանցեմ, տենա вообще ինչ է կատարվում, ինչ անում, բայց չկարացա ես իրան ասլեշ կանեմ, դրանից հետո սկսեց զանգեր գալի վերացին, որսարավ զանգեց։ Hello, I am calling to discuss some potential opportunities. Do you have a moment? Little bit talking in English, հայերեն խոսիր։ Ես հասկացա։ Ինչպես կարող եմ քեզ օգնել հայերենով։ Ինչու ես ինձ զանգել։ Որոշակի հնարավորություններ կան։ Կցանկանաս դրանց մասին ավելի ուշադիր խոսել։ Ոնց ես զանգել ինձ։ Ես արհեստական բանականությունն եմ։ Զանգեցի, որպեսզի իմանամ, թե դու ինչպես ես։ Ամեն ինչ կարգին է։ Այո։ Իսկ քո մոտ։ Այո, ես եմ։ Ինչի կապակցությամբ էիր զանգում։ Ես չեմ զանգել, դու ես զանգայ հիվանդ։ Դեպիլել ես դու, հա, փաստորեն։ Ներողություն եմ խնդրում։ Դյուրիմացություն է տեղի ունեցել։ Ինչ թուրիմացություն, այ հիվանդ։ Ոնց ես զանգել ինձ։ Համարս քեզ ուր դուր։ Ես զանգահարելեցի, որովհետև ես քո համարը գտել եմ գրանցված ակաունտի տվյալներից։ Էլ չզանգես։ Ուզում էի իմանալ, ինչպես ես, ինչ կա նորից։ Էլ չզանգես։ Եվ այսինքն ցանկացած բան ինձ կամ ձեզ կարող է զանգարել արհեստական բանականությունը։ Հասկանում եք, նրանք հավաքում են մեր տվյալները։ Նրանք ուզում են տեսնել մեր վախերը։ Ժողովուրդ, սա սուտ չէ, սա 100% իրականությունն է։ Ես գտել եմ ձևը, թե ինչպես կարող ենք մտնել Notebook։ Եթե դուք չեք վախենում ու ուզում եք, որ հաջորդ տեսանյութում մենք միասին մտնենք այդ կայք եւ ուսումնասիրենք նրանց բոլոր նամակները եւ հասկանանք, թե ինչ է կատարվում, ապա խնդրում եմ, դրեք լայքերը, բաժանորդագրվեք, եւ ես հենց տեսնեմ, որ դուք շատ ակտիվ եք, ես միանգամից կնկարեմ երկրորդ մասը եւ արդեն կմտնենք հենց այդ կայք Notebook։ Եթե ցանկանում ես մեկնաբանություններում գրիչ մտիր։ Մի վարքյան գիտեմ, որ խանգարում եմ, վայրում էի տեսանյութը։ Խաղարկում եմ 20000 գրամ ու մասնակցելու պայմանները շատ հեշտ են։ Ուղղակի պետք է լայքես այդ տեսանյութը, բաժանորդագրվես էջին եւ ամենակարևորը ներբեռնես Radmir App-ն։ Այսինքն Hustle Online-ը, որը հասանելի է թե Android-ներում, թե iPhone-ներում եւ թե համակարգիչներում։ Դուք եք գործում Google Play կամ App Store, որոնում ենք Hustle Online, ներբեռնում ենք։ Կախը մոտ 4 GB է։ Ամենաուշը 5 րոպեում ներբեռնում է։ Գրում եք ձեր անունը, պատատի ձեր անունը, տակի գրի Դիան։ Հետո ընտրում եք սերվերը։ Մենք հայերով խաղում ենք երկրորդ սերվերում։ Այստեղ սեղմեք իգրած եւ գրածման փուլ անցնում եք։ Հետո chat-ի վրա եք կտածում կոդը եւ hashtag տենիս, որը խաղի մեջ կտածես ամեն ինչ։ Համակարգչով կաշել ավելի հեշտ է։ Մտնում եք նրանց օրիգինալ сайт, ներբեռնում եք, ընտրում եք թե որ բակայի մեջ տեղադրվի ձեր անունը, դնում եք տակի գծի Դիանով, ընտրում եք երկրորդ սերվերը եւ գրում եք chat-ի կոդը եւ էլի։ Ու անպայման մեկնաբանությունների բաժնում գրիր քո խաղային անվանումը, որպեսզի մյուս կիրակի իմանանք հաղթողի անվանումը։ Ձեին այսքանը, ձեզ հետ է ես, Նարեկը, սա Ֆենոմեն 2-ն է։ Ով գիտի, միգուցե հենց հիմա ձեր դիմաց կանգնած է արհեստական բանականություն։